Գրասենյակը փաստորեն փակ է ու առաջին հարկում նաև խանութներ են հակայված, որոնց աշխատանքը եւս կարծես ոչնչացում է։ Սա ինչպես կգնահատեք դուք։ Այո, հերթական ապօրինություն է տեղի ունենում, քաղաքական հետապնդման վարդը սևորում է տեղի ունենում, վաղ առավոտից դիմադիր կուսակցությունների նախընտրական շտաբերում խատարվում է նախընտրական աշխատանքները, լավ հասկանալով իշխանությունը, որ Գյումրիում նույնիսկ 4-5-րդ տեղի համար չի կարող պայքարել, անձել են հերթական ապօրինությանն ու գործողությունների, առանց որևիցե հիմքի, չոր հայտարարություններ են տարածում պաշտոնական, որով փորձում են ընդամենը որոշակի դիվիդենտներ շահել, չհասկանալով, որ տվյալ գործողությունները Գյումրեցին գնահատելու է եւ այդ գնահատականը տալիս է մարտի 30-ին։ Ինչ գործողություններ են իրականացվում, կասեք։ Պաշտոնապես չգիտեմ ինչ գործողություններ են իրականացնում, ըստ էության քննչական որոշակի գործողություններ, այդ թվում նաև պարոն Գրիգորյանեստանը, ըստ նախնական տեղեկությունների գործողություններ են իրականացնում, բնականաբար հակաիրավական, անօրինական գործողությունների մասին է խոսքը։ Իսկ այդ ինչից որոշեցին, որ 4-րդ տեղում են իրենք են որոշել, որ ասում եք։ Իրանք որոշակի հարցումներ ունեն, ես տեղեկություններ ունեմ, որ հարցումներ ունեն եւ նախընտրական քարոզարշավը իշքանը մոդելում է ավարտին, իրենք իրենց ռեյտինգը գիտեն, որ ԿՊ Գյումրիում տեղ չունի, այդ իսկ պատճառով նման գործողություններ են անցել։ Այսօր բանավեճն է նաեւ գլխավոր բանավեճը։ Այո, այսօր նախատեսված է։ Չեմ կարծում, որ բանավեճը որովիցե կապ ունի, բնականաբար հետևյալ գործողությունները բարձրացնելու են ընդդիմադիր տեխնազուների դիրքերը եւ որոշակիորեն արդեն արդացոլվում է, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում այլևս գոյություն չունի։ Ներսում ինչ է կատարվում, ովքեր կան ներսում, ձեր թիմից մարդիկ կան։ Ես չեմ կարող ասել, այո, մեր թիմի անդամներից մարդիկ կան ներսում, դռները փակել են, այդ թվում նաև, ինչպես նշեցին, խանութներն են փակել, հակաօրինական ձևով խոչընդոտում են շտաբի կազմակերպչական աշխատանքներին։ Իսկ խոզարկություն են անում են։ Ըստ էության, այո։ Հայտարարություն տարածվեց նաև, որ Շիբին է փռվել, իհարկե երևի ձեր պահով էր դա, բայց ուրիշ նաև Այդ Շեբենի մասով ընդհանրապես տածի ձաղելի է, ինչ կատարվել է մեր քաղաքատաշինքի կողմից, դա իրականացվել է նախքան ավագանու տեխնազու գրանցվելը, այսինքն գրանցումը տեղի ունեցել մարտի 10-ին, դա առավել վաղ է տեղի ունեցել եւ ըստ քաղաքացիները պահանջել են ազգային ժողովի падգամավորից, որպես իրենց կողմից ընտրված падգամավորի, որպեսզի շեբանապատման աշխատանքներ են։ Ի տարբերություն իշխանության, որը նաեւ վարչական ռեսուրս կիրառելով, այդ թվում նաեւ համայնքապետարանի ռեսուրսներն օգտագործելով, օրինակ 3 Գարեգին Նժդեի փողոցում հենց 15 դրոպ 4-3 հասցեում ըստ էության հասցեն այս բանը չեմ կարող ֆիքսել, իրականացնում էին խճապատման եւ հարթեցման աշխատանքներ։ Այսինքն իրենք իրականացնում են եւ դա ներկայացնում են որպես քաղաքապետարանի կողմից իրականացվելիք աշխատանքներ։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ ըստ էության նախընտրական փուլում իրենք իրականացնում եւ ժողովրդի ձայները կորզելու համար են դա իրակը պարզ է արդեն։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Գրիգորյանի կողմից իրականացված ուղղագետ հոլովակները, որոնք տեղադրվել են, նկարահանումները իրականացվել է շատ ավելի վաղ, ուղղակի հրապարակվել է մի փոքր ավելի ուշ։ Այսինքն նախքան տեխնազու գրանցվել է եւ նախքան քարոզարշավի սկիզբն է դա եղել։ Իսկ մինչ քարոզարշավը, մինչ այս ամենը Շիբին ինչու չէր լցվում թաղերում։ Ընդհանրապես մշտապես պարոն Գրիգորյանի կողմից համապատասխան աշխատանքներ իրականացվել են, որպես ազգային ժողովի падգամավորի թիմեր են, իր հնարավորությունների սահմանում, իր լիազորությունների օրենքի շրջանակներում կատարվել են միշտ։